ուժեղ լրագրողներին պատրաստեք հետաքրքիր ժամանակ անցկացնենք։ Նախքան հարցը ես ուզում եմ հիշեցնեմ, որ այսօր մեր գնացող կառավարության վերջին նիստն է։ Դրա համար շատ ուշադիր եղեք հարցեր տալուց։ Պարոն Կարապետյան, ես ուզում եմ հարցնել, եթե այդուհանդերձ ընտրություններից հետո դուք իշխանություն չվերցրեցիք, համարելու եք արդյոք, որ ընտրությունները կեղծվել են, եւ այդ դեպքում ունեք արդյոք պլան B։ Հաստատ հայ ժողովուրդը ունի բոլոր պլանները, քանի որ մենք գնում ենք բացարձակ հաղթանակի եւ վստահ ենք դրա մեջ։ Հետո ես ասեցի, որ ես միայն սոցհարցումների վրա չեմ հիմնվում։ Ես հիմնվում եմ նաև Փաշինյանի բացարձակ ցածր ռեյտինգի վրա։ Դրա համար մենք անում ենք հիմա առաջին քայլը։ Մենք գնում ենք ընտրությունների օրինական ճանապարհով, թույլ չտալով ոչ մի ապօրինություններ մեր կողմից, բայց մենք վստահ ենք, որ դուք էլ տեսնում եք մեր նկատմամբ կիրառվող բոլոր ապօրինությունները, բայց դուք մի անհանգստացեք, իրենք ուրիշ ձև չունեն, 25% ռեյտինգ ունենալով իրենք չեն կարող ոչ մի իշխանություն ունենալ Հայաստանում։ Բոլոր ընկալումներում դուք բիզնեսից եկած մարդ եք եւ գիտեն, որ դուք հաջողակ գործարար եք, հաջողակ բիզնեսմեն եք։ Մենք ձեզ քաղաքականության մեջ, մանավանդ այս բարդ իրավիճակում հայտնված Հայաստանի Հանրապետության պարագայում մենք ձեզ չենք պատկերացնում եւ չգիտենք, թե դուք ոնց եք գործելու այդ դաշտում։ Դուք դրանում չկասկածեք, եթե մեզ հաջողվեց ընդամենը 6 ամսում դառնալ գլխավոր օպոզիցիոն քաղաքական դաշինքը, եթե մեզ հաջողվեց դառնալ առաջատար քաղաքական ուժը, վստահ եղեք, մենք ավելի մեծ արագությամբ զարգացնելու ենք Հայաստանի տնտեսությունը, բերելու ենք կայուն խաղաղություն, արժանապատիվ խաղաղություն մեր երկրին։ Դուք ունեք ձեր մտքում նախագահի թեկնածու եւ կբարձրաձայնեք այն նախագահի թեկնածուի անունը։ Ես տեսնում եմ դուք ուզում եք ես հայտարարեմ հաջորդ քաղբանտարկյալների անունները։ Դրա համար ես հաստատ դա չեմ անելու, հաստատ իմացեք, մենք ունենք թե լուրջ նախագահի թեկնածու, թե ճիշտ կառավարության անդամներ, ում միջոցով մենք զարգացնելու ենք մեր երկիրը եւ վերադարձնելու ենք մեր երկրի արժանապատվությունը։ Եվ դրա համար անելու ենք առաջին քայլը, միավորելու ենք մեր ժողովրդին, համախմբելու ենք մեր ժողովրդին։ Ձեզ հանրությունը հաճախ ներկայացնում է որպես ընդգծված պրոռուսական գործիչ։ Ինչպես եք դուք պատկերացնում Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը ձեր իշխանության օրոք եւ արդյոք կարողանալու եք հավասարակշռված հարաբերություններ կառուցել ոչ միայն Ռուսաստանի, այլև Արևմուտքի, Եվրամիության եւ Չինաստանի հետ։ Մեր գլխավոր նպատակը լինելու է կառուցել բոլոր այն երկրների հետ եւ կազմակերպությունների հետ, ինչից Հայաստանը եւ հայ ժողովուրդը կարող է օգուտ ունենալ։ Բացարձակ նշանակություն չունի երկրների անունները։ Նույնիսկ Մոզամբիկից, եթե մենք կարողանանք օգուտ ունենալ, մենք Մոզամբիկի հետ ունենալու ենք շատ լավ հարաբերություններ։ Իսկ ինչ վերաբերվում է եվրոպական երկրներին, ես միշտ իմ հայտարարություններում, եթե ուշադիր եք, եթե այդ երկրներում կան մեր սփյուռքի մարդիկ, մենք նույնիսկ պարտավոր ենք ամեն ինչ անել, ունենալ այդ երկրների հետ լավ հարաբերություն, որպեսզի այդ մարդիկ իրենք այդ երկրներում ապրեն բարեկեցության մեջ, որովհետև ես 30 ավել տարի ապրել եմ Սփյուռքում եւ միշտ զգացել եմ ինչքան կարևոր է քո պետության ղեկավարի եւ ղեկավարության վարած քաղաքականությունը տվյալ երկրի հետ։ Ցանկացած
սխալ պահելաձև պետության ղեկավարի կողմից դա անդրադառնում է սփյուռքի վրա շատ թանկ, ինչը որ հիմա մենք տեսնում ենք, կատարվում է Ռուսաստանում։ Ինչ վերաբերվում է իմ ռուսամետությանը, իրոք ես Ռուսաստանին չեմ համարում մեզ թշնամի, համարում եմ բարեկամ երկիր, բայց ինձ համար գլխավորը Հայաստանը եւ հայ ժողովրդի շահերն են։ Շնորհակալություն, կխնդրեմ նաև ներկայացնեք հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ձեր տեսլականը։ Թուրքիայի հետ մենք ունենալու ենք նորմալ հարաբերություն, բայց Հայաստանի շահերից ելնելով, Հայաստանի գյուղացիների եւ գյուղատնտեսության շահերից ելնելով, որովհետեւ ես շատ լավ հասկանում եմ, հենց բացեցինք սահմանները, մենք Հայաստանում գյուղատնտեսություն չենք ունենալու։ Դրա համար դա ինձ համար չի լինելու կյանքի խնդիր, մենք բոլորի հետ ունենալու ենք շատ լավ նորմալ հարաբերություն, բայց ելնելով Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերից։ Շնորհակալություն։ Ոչինչ չի մոռացվելու։ Շնորհակալություն, պարոն Կարապետյան, ես նախորդ հարցը մի քիչ ավելի ուղիղ կտամ, քանի որ ձեզ քննադատում են այդ մասով իշխանականները։ Դուք պատրաստվում եք մեր պետությունը սարքել միութենական կազմի մեջ մտցնել, սարքել գուբերնիա, այդ ճիշտ է, թե չէ։ Մենք դարձնելու ենք Հայաստանը տարածաշրջանի ամենազարգացող, ամենաակտիվ, ամենագեղեցիկ, ամենահարուստ երկիրը։ Մնացած բոլոր խոսույթները դա իրենց մասին է։ Հենց Փաշինյանը վերընտրվեց, մենք ոչ թե Ռուսաստանի գուբերնիա ենք դառնալու ենք Ադրբեջանի գուբերնիա, քանի որ հիմա ինքը հանդես է գալիս Ադրբեջանի մարզպետի դերում։ Ուզում եմ հարցնել, դուք նախորդ ձեր հարցազրույցում ասացիք, որ երկրորդ Նիկոլ Փաշինյան Հայաստանում չկա, որ նույն սխալները թույլ տա։ Սա արդյոք նշանակում է, որ այս պայմանագիրը այս տեսքով ստորագրվելու է, եթե ոչ, այդ դեպքում ինչ կետեր եք պատրաստվում այնտեղից հանել կամ ինչ կետեր եք պատրաստվում այնտեղ դարձնել բանակցային օրակարգ եւ մտցնել փաստաթուղթ, որտեղ փաստաթղթի այդ կետերը հրապարակային են, եթե դրանց հետ կապված խնդիրներ կոնկրետ կան, կուզեի դրանց մասին խոսեիք։ Եվ երրորդ հարցս վերաբերում է թրիփին եւ Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնություններին, այստեղ եւս ամեն ինչ համաձայնեցրել եւ ստորագրել են, ուզում եմ իմանալ այստեղ հատկապես առանցքային պայմանավորվածություններից մեկը հենց այդ հատվածն է թրիփի եւ ընդհանուր ապաշրջափակման մասին է խոսվում, այստեղ ինչ որ փոփոխություններ դուք պատրաստվում եք մտցնել, թե ոչ, թե այս փաստաթղթերը ընդունելու եք որպես իգիտություն եւ այս պայմանավորվածությունները կյանքի կոչեք։ Ինչ վերաբերվում է այսօր նորից ասեմ փոքրիկ խմբակի առաջարկված խաղաղությանը։ Մենք հասկանում ենք, որ այսպիսի խաղաղություն հայ ազգին, հայ ժողովրդին չի բավարարելու։ Մենք նորից եմ կրկնում, փոքր պետություն ենք, թեկուզ հպարտ։ Մեզ պետք են երաշխավորներ, դրա համար մենք ասում ենք մեկից ավել երաշխավորներ։ Աշխարհում շատ չեն այդ երաշխավորները, աշխարհում ընդամենը ռեալ կա 3 գերտերություն։ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ռուսաստանը եւ Չինաստանը։ Եվ կան տարածաշրջանային շահեր ունեցող, դուք հասկանում եք, պետություններ։ Մենք ունենալու ենք երաշխավորություն այդ պետություններից։ Միաժամանակ Միաժամանակ ում հետ կարող ենք պայմանավորվել, վստահ եմ մեկից ավել ենք պայմանավորվելու։ Ինչ վերաբերվում է թրիփին, դա իրոք նախաստորագրված փաստաթուղթ է Ամերիկայի Միացյալ Նահանգների ղեկավարի մասնակցությամբ, մենք նորից եմ ասում, չենք կանգնեցնելու ոչ մի պետական մակարդակով ստորագրված փաստաթուղթ։
մենք փորձելու ենք ինչքան հնարավոր է լավարկել այդ փաստաթուղթը, ավելի համապատասխանեցնել մեր երկրի շահերին, քանի որ ես մտավախություն ունեմ, որ դրանից օգտվում են բոլորը, բացի Հայաստանը։ Խաղաղության պայմանագիրը վերաբանակցելու եք, այսինքն կան այնտեղ կետեր եւ այլն, այստեղ էլ դուք ասացիք, որ այն խաղաղությունը, որ խաղաղության այն տարբերակը, որ ձևավորված է, չի համապատասխանում ըստ ձեզ Հայաստանի շահերին, այսինքն այստեղ եւս վերաբանակցելու հարց եք բերել օրակարգ։ Իսկ այս հարցը ես ուզում եմ ուղղեմ ձեզ։ Ձեզ ձեռնտու է այնպիսի խաղաղությունը, որից հետո մենք կարող ենք կորցնել Սյունիքը։ Ձեզ ձեռնտու է այնպիսի խաղաղությունը, որից հետո 300,000 ադրբեջանցիներ, ինչպես Ալիևը ասում է, իրենց մեքենաներով շարժվելու են դեպի Հայաստան։ Դրա համար ասում եմ, պետք է փոփոխություն լինի, իշխանության փոփոխություն լինի, նոր մարդ պետք է լինի բանացողը, նոր մտքերով, նոր հնարավորություններով, նոր միջազգային հնարավորություններով։ Գործող իշխանությունը հայ առաքելական եկեղեցում վեհապար հայրապետին հոգևորականներին մեղադրում է այն ամենի համար, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում 50-ից ավելի աղանդավորական կազմակերպություններ կան, գուցեև ավելի, եւ ձեր իշխանության պարագայում դուք պատրաստվում եք քրիստոնեությունը Հայաստանի Հանրապետությունում հռչակեք որպես պետական կրոն։ Այո, այսօր սահմանադրությամբ հայ առաքելական Սուրբ եկեղեցին բացարձակ արժեք է, բայց այնուամենայնիվ պետական կրոն չէ։ Խնդրեմ, շնորհակալ եմ։ Ինձ թվում է հոգևորականների դատավորը Աստված է լինելու։ Դրա համար ես չեմ ուզում այդ process-ին մասնակցեմ։ Ինչ վերաբերվում է կրոնական ազատություններին, մենք ուշադիր նայելու ենք այդ հարցը, քննարկելու ենք այդ հարցը, ինչքան զարգացած է այդ աղանդավորական շարժումները Հայաստանում, բայց վստահ եղեք, մենք թնդացնելու ենք, որ մենք առաջին քրիստոնեական պետությունն ենք, որ դա պետք է բոլոր քրիստոնյաները հարգեն եւ փորձելու ենք ամեն ինչ անենք, որ քրիստոնեության համար մեր էջմիածինը դառնա այնպես, ինչպես մուսուլմանների համար մեկան, բայց ես նորից եմ ասում, դա փորձելու ենք անենք։ Պարոն Կարապետյան, տեսեք, Ֆրանսիայում նախագահը թոշակառուից շատ 10 անգամ է աշխատավարձ ստանում, իր պաշտոնյաները 7 անգամ, Հայաստանում այսպես է վարչապետը 30 անգամ, իր պաշտոնյաները 20, դեռ չենք հաշվում նաև այն պարգևավճարները, որոնք իրենց պարբերաբար դուրս են գրում։ Նախ ինչպես եք վերաբերվում այս իրողությանը եւ եթե գաք իշխանության, ապա այս հարցին ինչպես եք վերաբերվելու։ Մեր գլխավոր նպատակը ապահովել հայ ժողովրդին առաջին հերթին անվտանգություն, խաղաղ կյանք, կայուն խաղաղություն եւ ամենագլխավորը բարեկեցիկ կյանք։ Դրա համար ես հայտարարել եմ, որ ես միանգամից հրաժարվում եմ աշխատավարձից։ Այն մեկ դրամը, որ ես ստանալու եմ, ասել եմ, որ ուղղելու եմ վարչապետին, որ ինքը հնարավորություն ունենա զարգացնի իր խումբը, որովհետև ինձ չի թվում, թե ինքը հնարավորություն կունենա ուրիշ ինչ-որ աշխատանք գտնելու։ Բայց ես առաջարկելու եմ ինքը օգտվի մեր 0 փոքր բիզնեսի ծրագրից, որովհետև ես վստահ եմ, որ ինքը լուրջ ավելի շատ հոնորարներ չի ստանալու իր վարչապետով։ Դրա համար կարող է օգտվել մեր ծրագրերից։ Մենք զբաղվելու ենք մեր երկրի տնտեսությունով, ստեղծելու ենք, ինչպես հայտարարել ենք, 300,000 աշխատատեղ,
առավելագույնը մարզերում, որովհետև մենք արդեն տեսնում ենք ինչ է կատարվում մարզերում։ Այս մարդիկ ինչ հայտարարում են, իմացեք, սուտ է դա։ Մարզերը խայտառակ վիճակում են, մարզերը աղքատության շեմին են, իրենք 8 տարվա ընթացքում շատ մարզերում կրկնապատկել են աղքատությունը։ Մեր նպատակը առաջի հերթին շատ արագ ամիսների ընթացքում վերացնենք Հայաստանում ծայրահեղ աղքատությունը, եւ մենք դա ասել ենք, մենք դա անելու ենք մինիմում բյուջեի ծախսերով, հիմնականում մեր ունեցած այլ հնարավորություններով, մեր գործընկերներով, մեր ունեցած լավ հարաբերություններով միջազգային շատ հիմնադրամների հետ, որովհետև նույնիսկ ամոթ է, երբ դու 8 տարի կառավարում ես երկիրը եւ ունենք երեխաներ, ովքեր սոված են քնում։ Իսկ մենք ամեն օր մարդկանց կերակրում ենք սուտ խաղաղությամբ, ինչ որ խոսույթներով, հին ու նոր, նախկին ներկա, մենք չենք ընդունելու այդ օրակարգը, մենք գնալու ենք մեր երկիրը զարգացնելու։ Հակագծերը բացենք, ինչ էր նշանակում մեր ձևով մասնակցել։ Եվ եթե այդ մեր ձևով մասնակցելը չլիներ, այս քաղաքական գործընթացները չհետևեին, իրավական գործընթացները չլինեին, դուք կշարունակեիք Հայաստանում մնալ, քաղաքական կուսակցություն ստեղծել, ընտրությունների մասնակցել։ Մեր ժողովուրդը տասնյակ տարիներ գոռում է, որ փոփոխություն է ուզում։ Փոփոխություն դա նշանակում է առաջի հերթին իշխանության փոփոխություն, մարդկանց փոփոխություն, նոր մոտեցումներ կառավարման, բերելու ենք փոփոխություններ ամեն ինչի մեջ, որովհետև դուք չեք պատկերացնում ինչ արագությամբ կյանքը փոխվում եւ զարգացումներ են լինում աշխարհում։ Ասացիք, որ որևէ պետական մինչ այժմ ձեռք բերված պայմանավորվածություն չեք չեղարկելու, չեք պատրելու գցեք մի կողմ։ Օրինակ Հայաստանի խորհրդարանը օրենք ունի ընդունած, որով նախանշվում է Հայաստանի շարժումը դեպի Եվրամիության անդամակցություն, մոտավորապես այդպեսի։ Այդ օրենքի հետ ինչպես եք վարվելու, լինելով Ռուսաստանի թիվ 1 ռազմավարական գործընկեր։ Մենք շարունակելու ենք երկել ապրել Եվրամիության հետ, ինչքան դա հնարավոր է, բայց հենց դա խատարեց մեր երկրի բալանսը տարածաշրջանային երկրների հետ, որովհետև մենք արդեն տեսել ենք եւ տեսնում ենք հենց հիմա այն երկրները, ովքեր ֆանատորեն այդ գաղափարը ընդունել եւ տարել են, նույն Ուկրաինան, ինչ է կատարվում այսօր այնտեղ, նույն մեր հարևան Վրաստանը, ինչ կատարվեց այնտեղ, կորցրեցին իրենց լավագույն տարածքները։ Եթե դա բերելու է մեր երկրի գլխին փորձանք, մենք դա չենք անելու։ Եթե դա օգուտ է տալու մեր երկրին, մեր երկրի շահերից է բխելու, մեր ժողովուրդը դրանից օգտվելու է, դուք վստահ եղեք, ոչ մի բան ինձ չի կաշկանդում։ Իմ գլխավոր նպատակը լինելու է Հայաստանի շահերը եւ հայ ժողովրդի բարեկեցություն ապահովելը։ Սամվել Կարապետյանը ինչպես է համոզելու բանակցային սեղանի շուրջ Թրամփին, որ եկեք թրիփի մեջ փոփոխություն անենք եւ ավելի դժվար, ինչպես է համոզելու դեմարդեմ Փաքսենյակում Ալիևին, որ դուրս եկեք մեր օկուպացված տարածքներից, մի պահանջեք, որ փոխենք սահմանադրություն, վերադարձրեք մեր գերիներին եւ այսպես շարունակ եւ օրինակ Արցախահայության վերադարձի հարցը իրենց բնորան լինելու է պաշտոնական Երևանի համար առաջնահերթություն, եթե դուք լինեք վարչապետը, գնալու եք դրսում Երևանի անունից խոսեք, թե ինչպես այսօրվա իշխանությունն է ասում, մենք փակել ենք այդ հարցը եւ տնավորվեք Հայաստանում։ Ես շատ հեշտ խոսելու եմ Տրամփի հետ, շատ հեշտ։ Ոչ Փաշինյանի լեզվով, ոչ կատարողի լեզվով։ Ես շատ հեշտ խոսելու եմ Ռուսաստանի հետ։ Ես շատ հեշտ խոսելու եմ Ալիևի հետ, որովհետև
այս դեպքում արդեն մենք ենք պահանջատերը։ Մեզ համար գլխավորը արցախայության արժանապատիվ կյանքը ապահովել Հայաստանում եւ ամեն ինչ անել, ստանալ արցախայության անվտանգ վերադարձի հնարավորությունը Արցախ, ով կուզի վերադառնա Արցախ, միգուցե 120 թե 100,000 արցախցիներից 50-ը կուզենան վերադառնան Արցախ, բայց նրանց անվտանգությունը մենք պետք է պայմանավորվենք, ապահովենք, նորից ասում եմ, օգտագործելով մեր բարեկամ երկրներին, մեր ունեցած միջազգային հնարավորությունը փորձելու ենք հասնենք դրան, բայց դա չի նշանակում, որ 3-4 տարի հետո դուք անպայման ինձ բզբզելու եք, թե բա արցախցին չգնաց, մենք փորձելու ենք, եթե ես ավելի շատ վստահություն ունեմ, որ վերադարձնել ենք մեր տարածքները, մեր գերիներին, այս հարցը ես ասում եմ, մեր ազգի ամենաբարդ հարցն է, ով ձեզ կասի, որ ինքը դա շատ արագ կլուծի, համենայն դեպս ես այդպիսի բան չեմ կարող ասել, բայց վստահ եմ, որ մենք ամեն ինչ անելու ենք, հասնենք դրան։ Պարոն Կարապետյան, ես մի հարց ունեմ կապված այն զոհողությունների հետ, որոնք դուք անձնապես պատրաստ եք անել։ Դուք վստահաբար գիտակցում եք այս process-ների բարդությունը, ինչպես նաև բոլոր այն վտանգները, որոնք կախված են թե ձեր անձի, թե ձեր ընտանիքի, թե ձեր թիմի գլխին, այսպես ասած։ Անձնապես դուք ինչ զոհողությունների եք պատրաստ, մինչև ինչ եք պատրաստ զոհել հանուն Հայաստանի։ Տարիներ շարունակ ես ամեն ինչ արել եմ Հայաստանի համար, ինչ կարողացել եմ, ինչքան հնարավորություն ունեցել եմ, բարեգործություն արել եմ։ Հայաստանում ամենամեծ 18 տարվա ընթացքում ամենամեծ ներդրողն եմ։ Այսինքն դուք մի մտածեք, որ դա զոհողություն չի եղել, բայց դա տնտեսական առումով է եղել։ Հիմա ես վստահ եմ, որ ես ունեցել եմ համենայն դեպս վերջի 5 տարիներին, միգուցե ինձանից 100-ավոր անգամ շատ գումար ունեցողներ են եղել, բայց ամենահաճելի, ամենալավ կյանքը։ Ես դա փոխարինում եմ մեր երկրի, մեր պետության զարգացման հետ։ Ես շատ լավ հասկանում եմ, որ սա շատ ծանր աշխատանք է, շատ պատասխանատու աշխատանք է, բայց ես վստահ եմ իմ ուժերի վրա, որ ես կարող եմ ստեղծել Հայաստանում 300,000 աշխատատեղ հայերի համար, ես կարող եմ կանգնեցնել 300,000 ադրբեջանցիների մեքենաներով մուտքը Հայաստան, դրա համար ես դա չեմ համարում զոհողություն իմ կողմից, ես դա համարում եմ իմ հայրենասիրական պարտքը մեր երկրի եւ մեր ժողովրդի։ Ես վստահ հայտարարում եմ, չկա աշխարհում հայ, որ ավելի շատ բան է արել Հայաստանի բանակի համար, չկա աշխարհում հայ, որ ավելի շատ նպաստել է, որ Ղարաբաղում պատերազմը կանգնի, քանի որ ես չեմ կարող փակագծեր բացել, այդ հարցը ուղղեք թե Փաշինյանին, թե վերջին տարիների Հայաստանի պաշտպանության նախարարներին, նույն 44-օրյա պատերազմի պաշտպանության նախարարին, թե Արցախի հենց հետ վերադարձրինք իշխանություններին, եւ դուք բոլոր ձեր հարցերի պատասխանը կստանաք իրենցից, քանի որ ես
չեմ կարող այդ հարցին բացված պատասխան տալ։ Դրա պատասխանը տվել է Փաշինյանի շեֆը, երբ ինձ հայտարարել է միջազգային հետախուզում։ Միջազգային հետախուզում չեն հայտարարում մարդկանց, ովքեր ոչինչ չեն արել այդ օրերին։ Նա միջազգային հետախուզում չհայտարարեց ոչ Փաշինյանին, ոչ իր խմբակի գոնե մեկ անդամի։ Պարոն Կարապետյան, տեսեք, դուք նշում եք, որ հունիսի 7-ից հետո Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչապետը լինելու եք դուք։ Դուք ինչպես եք պատկերացնում այդ հաղթանակը։ Մենք շատ վստահ ենք, որ մեզ կհաջողվի զարթնեցնել հայ ժողովրդին, որովհետև նախկինում էլ հայ ժողովուրդը վախի մթնոլորտի տակ ատելով Փաշինյանին չի գնացել ընտրությունների։ Հիմա մենք բոլորս, բոլոր օպոզիցիոն ուժերս միասին պետք է գործենք, պետք է ժողովրդին հիշեցնենք, որ իրենք պարտավոր են կատարեն իրենց սահմանադրական պարտքը, որ հետագայում չմեղադրեն ոչ քաղաքական ուժերին, ոչ քաղաքական գործիչներին, որ նախկիները եկան, ներկաները գնացին ու այսպես մենք ապրում ենք աղքատ կյանքով։ Աղքատությունը հասել է բացարձակ մակարդակի։ Իրենք հայտարարում են, որ Հայաստանում կա 21% աղքատություն, մենք ներկայացրեցինք, որ մարզերում աղքատության մակարդակը անցնում է 40%-ը։ You're from diaspora, and you said that if you have the majority at the parliamentary elections, you would vote an amendment that could make you Prime Minister of Armenia. Do you think it is wishable to have diasporan members in the parliament and in the government of Armenia? Մենք ապահովելու ենք ռեալ բալանս Եվրոմիության եւ տարածաշրջանային շահեր ունեցող բոլոր երկրների միջև։ Դա շատ կարևոր է մեր երկրի համար եւ ոչ միայն Եվրոմիության։ Ես ասեցի, մեր շատ հայրենակիցներ ապրում են տարբեր երկրներում։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, եվրոպական երկրներում, առավել ևս Ֆրանսիայում, մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր հայրենակիցները այդ երկրներում իրենց լավ զգան։ Ասում եմ, մեզ համար առաջնահերթություն է լինում ցանկացած հայի կյանք։ Սփյուռքի հայությունը լինելու են մեր գլխավոր հենարաներից մեկը։ Իրենք պետք է իրենց զգան Հայաստանում որպես իրենց տանը։ Մենք օգտագործելու ենք սփյուռքահայությանը ոչ թե որպես փողի մեշոք, մեզ ավելի կարևոր է օգտագործել սփյուռքահայության էմոցիաները եւ հնարավորությունները տվյալ երկրներում։ And maybe to make Do you understand or not? Yes. Thank you.